Այո, հիմա տեսեք ասեմ, չնայած ես կարող եմ համեմատություն անել, այսօր Իսրայելն էլ խնդիր ունի, Իսրայելն էլ գիտեք Ամերիկայի հովանավորություն ունի, չէ, որպես ենթադրենք համարեն գործընկեր պետություններ, մի քիչ տարբեր են, բայց ես փորձում եմ կոպիտ օրինակով բացատրել։ Տարածաշրջանում հրյաները ավելի ծանր վիճակի մեջ են շրջապատված իրաց թշնամի պետություններով, քան թե մենք։ Բայց այսօր նրանք կարողանում են ավելի լուրջ դիվանագիտությունով իրենց ավելի լուրջ դիրք գրավել ամբողջ աշխարհում, սա հնուց եկած իրենց դիվանագիտությունն է, քան թե մենք։ Իհարկե Ղարաբաղյան հարցը կարող ավելի շուտ կարգավորվի, եթե Ռուսաստանը ցանկանա։ Իհարկե հայոց ցեղասպանությունը մինչև օրս գործընկեր Ռուսաստանի նախագահը չի ստորագրել։ Դուման ընդունել է ցեղասպանությունը, բայց նախագահը դեռևս չի ստորագրել։ Ինչու՞։ Հարցը ծագում, բա ուր է գործընկեր պետություն։ Ինչու մենք այսօր պետք է Ռուսաստանի աջակցությունը միշտ այսպես անընդհատ գնանք ռուսի ոտը, բայց մոռանանք, որ ռուս ախր չէ, որ միշտ մեզանից դու փորձում ես մեզ ասես, բա գիտես, ես քեզ սենց կանեմ, նենց կանեմ, եթե դու ինձ հետ այսպես չլինես կամ այնպես չլինես։ Այդպես չի։ Անընդհատ քո սեփական ամենահավատարիմ գործընկերոջը վախացնելով, կամպրամատներով, թե ղեկավարության հանդեպ, թե իշխանական կառավարման հանդեպ, թե կառավարման մեխանիզմի հանդեպ եւ թե պետության հանդեպ կամպրամատներ հավաքելով եւ այդ պետությանը խեղդելով, անընդհատ դու նրանց ստորացված աղում ես եւ ոչ մի բան դրա դիմաց չես տալի։ Ես զենք ես վաճառում, զենք վաճառում ես նաեւ Ադրբեջանին, զենք վաճառում ես նաեւ Եվրոպային, զենք վաճառում ես նաեւ Աֆրիկային, ես իմ տարբեր հազար պետությունների, ինչով կարող ենք այսօր մենք դիվանագիտական աջակցություն ունենալ Ռուսաստանից։ Կարա՞ք ինձ։ Մի հատ դեպք ասեք, որ Ռուսաստանը դիվանագիտական լուրջ ներդրում է ունեցել ներկա նորորյա մեր քաղաքականության մեջ, դիվանագիտական, այս վերջին գոնե 10 տարվա մեջ, որ լուրջ քաղաքական ներդրում, դիվանագիտական ներդրում է ունեցել ու քաղաքական լուրջ աջակցություն շատ մեծ, այսպես, եթե իհարկե քաղաքական գործիչները դա չուրճացնեն, չսարքեն մեծ, ասեք մի բան, որ Ռուսաստանը մեզ կարողացել է հանի։ Լավ, դուք ինչ լուծումներ եք գտնում այս հարցի հետ կապված։ Դուք նախապատվությունը պատմեցիք, ասել դիվանագիտական ձախողումները Հայաստանի, որոնք են, ովքեր են մեղավոր, դուք ինքներդ որպես դիվանագետ ինչ լուծումներ եք առաջարկում։ Ես գտնում եմ, որ առաջին հերթին մեր կադրային քաղաքականությունը կոնկրետ դիվանագիտական գերատեսչության մեջ պետք է լուրջ կտրուկ փոփոխություններ։ Խոսքը արտգործնախարարության մասին։ Չէ, խոսքը արտգործնախարարության մասին։ Իսկ ում եք տեսնում արտգործնախարարությունը։ Ուրեմն ես այս պահին չեմ կարող որևէ անուն հայտարարել, որովհետև ինձ համար ես չեմ ընկել անուններ փորփրելու։ Բայց կան ինչ-որ մարդիկ։ Իմ համար այս պահին, նորից եմ կրկնում, ես այդ ուղղությամբ իմ պրպտումները երբևիցե ոչ սկսել եմ, ոչ էլ նպատակ ունեմ։ Իմ համար կա մի սկզբունք։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է ղեկավարի այնպիսի մի մարդ, որը քաջատեղյակ է հայոց պատմությանը ուղղն ու ծուծող մանրամասներով, թե նրա դիվանագիտական պատմությանը եւ թե ամբողջ պատմությանը, ով որ ունի ազգային մտածողություն, ոչ թե պարզապես նստած է մի հատ օրի, որին երկրի ղեկավարությունը ինչ թելադրի, այնպես էլ անի, իր սկզբունքները մի կողմ թողած, կամ ասենք հաշվի չառնելով, որ թելադրվածի մեջ կարող են նաև վտանգներ լինել։ Այդ լուծումներից մեկը կադրային փոփոխությունը, այլ տարբերակներն է լուծումները։ Լուծումներից մեկ, իհարկե։ Ուրեմն սա մի քիչ կարատանի այլ հարթություն, բայց ես փորձում եմ զերծ մնալ մեկնաբանություններից եւ հրապարակման ժամանակ իմ ասած խոսքը չփորձեք իսկապես տանել այդ հարթություն, բայց երբ որ քո երկրի ներսում դու ավելի հզոր ես, երբ որ քո երկրի ներսում ժողովուրդ ղեկավարություն կապը ավելի պինդ է եւ ժողովուրդը կանգնած է իր ղեկավարության թիկունքին, այդ երկիրը իրոք կարող է հարց լուծել եւ դրսում եւ ներսում եւ իր հարևան պետությունների հետ։ Եթե դու այսօր հզոր չես քո երկրի ներսում, եթե դու չունես փոխհամաձայնեցված համագործակցություն քո ժողովրդի հետ, քո սեփական ժողովրդի հետ եւ հակառակը դու արհամարված ես,
ղեկավարությունը արհամարված է ժողովրդի կողմից, պախարակված է ժողովրդի կողմից եւ չի սիրում ղեկավարությանը, դու դրսում արդյունքի չես հասնի, որովհետեւ եթե ինչ-որ բան էլ փորձես անես, քեզ մատնացույց են անելու։ Բաքու ժողովուրդը, իսկ ժողովուրդը այդ կարծիքին է։ Ձեր ասելով ոչ մի բան կյանքում պատահական չի լինում, գուցե սա է պատահականություններից մեկը չէ, որ ժողովուրդ եւ իշխանություն այդ հարաբերությունը այսքան լարված է, գուցե հենց ձեռք է տալիս պատկան մարմինների, որ այս հարաբերությունները այսպես լարված մնան, որպեսզի արտաքին քաղաքականության ոլորտում իզախողները կարողանան քողարկել։ Դուք շատ վտանգավոր հարց եք տալիս, ես չեմ ուզում դրան մանրամասն այսպես անդրադառնամ կամ թեմայով խոսեմ, որովհետև եթե ձեռ չտար, այս վիճակը չէ։ Ձեռ չի տալիս է թե չի տալիս, դա հարցի մեկ այլ խնդիրն է։ Ոնց կար ասենք երկրի ղեկավարությանը ձեռ տա, որ իր ժողովուրդը իրան չի սիրում։ Ես չեմ կարող ամեն Իսկ ինչ քայլեր չեն անում, որպեսզի իրեն սիրեն։ Գիտեք ինչ, ձեռ տալ չտալը նորից եմ կրկնում։ Այն ինչ որ այն քաղաքականությունը, որ փոքր պետությունները ղեկավարները տանում են իրենց երկրներում, մի մոռացեք, որ դրանք նաև թելադրվում են դրսից, պարտադրվում են եւ թելադրվում են դրսից։ Ես չեմ ասում, որ մեր երկրի ղեկավարությունը իր ժողովրդին չի սիրում։ Ես չեմ ասում, որ մեր երկրի ղեկավարությունը իր հայրենիքը չի սիրում։ Հարկ Աստծո, այսօր մեր երկրի ղեկավարության մեջ կան եւ կռված, հենց թեկուզ մեր երկրի նախագահը, մեր պաշտպանության նախարարը եւ այլ ղեկավար պաշտոնյաներ կան, որոնք պատերազմի մասնակից են, մեր պատգամավորների մեջ մեծ թվով դրանք կան։ Մի խոսքով, հարցս հետեւյալն է, որ մեր երկրի բարձրաստիճան այրերը փորձեն ոչ թե իրար մեջ պաշտոններ բաժանել, փորձեն ոչ թե շահի համար կոալիցիա ձևավորել, այլ փորձեն նույնիսկ առանց կոալիցիայի իրենց գաղափարները ի նպաստ դնեն պետությանը։ Այսինքն, որ ինչքան ես հասկացա ձեր ասածից, ազգային գաղափարախոսության պակասն է, որ այս բանի։ Մենք այս բանին չունենք ազգային գաղափարախոսություն, դա գաղտնիք չի եւ բազմիցս են դրան անդրադարձել։ Մենք այսօր չունենք ազգային գաղափարախոսություն։ Եվ նորից մի բան ասեմ, այսօր իմ համար խիստ զարմանալի եւ անթույլատրելի, որ քաղաքական մի ուժ իրենց հանրապետական կուսակցության, որը մեջդերի գաղափարների կրողն է, ինչպես որ իրենք միշտ շեշտադրությունը դրա վրա դնում, որ մենք մեջդեր եւ մեջդերական գաղափարախոսության կողմնակից ենք եւ այլն։ Ինձ համար խիստ զարմանալի է, որ այդ քաղաքական ուժը կարող է կոալիցիա կազմել միայն քաղաքական ուժի հետ, որը ժամանակին հենց այդ նույն մեջդերին ազգային գաղափարների համար դավաճանը համարել, ինչ իրաշարքից դուրս գալուց հետո, ու մատնել է Ռուսաստանին, մատնել է ժողկոմ խորին, բանտարկության համար։ Եվ նրա դեմ ցուցմունքներ է տվել։ Իմ համար դա անթույլատրելի է։ Առյուծը բորենու հետ երբեք չի կարա դաշինքի մեջ մտնել։ Նժդեհը առյուծ է։ Նժդեհը սարսափի մեջ էր պահում ամբողջ հարևան պետությունների, ոչ թե իր ռազմական ունակություններով, առաջին հերթին իր գաղափարով ու առաջին հերթին իր ժողովրդով, որտեղ իր հետևում ժողովուրդն է, որտեղ ինքը ժողովրդի մեջ է, ժողովրդի առաջ չէ, ժողովրդի մեջ է։ Ինքը գնում էր ժողովրդի հետ, իր հետևից ժողովուրդ չէր տանում, ինքը գնում էր ժողովրդի հետ, ժողովուրդն էր իրան տանում առաջ։ Իսկ այսօր իմ համար դա անթույլատրելի է։ Տեսեք, ԵԽԽՎ պատվիրակության, Հայաստանյան պատվիրակության անդամները անընդհատ դժգոհում էին լրագրողներից եւ վերլուծաբաններից։ Նրանք վերլուծաբանների գնահատականները, որ մեր հաջողությունը, այն որ թերի զեկույցը չանցավ, չգնահատեցին եւ անպագորգոր նստած տեղից խոսում են, չեն մտածում, որ դրանք չարանքների, այդ աշխատանքները շատ ծավալուն են, դրանք մեծ ջանքեր են պահանջում, իրենք այդ ամեն ինչը չեն գնահատում, դուք դրան։ Ուրեմն ես ձեզ հիմա հենց դուք իմ ամենասկզբի ասած խոսքին ուղղակի լրացրիք։ Եթե մեր դիվանագիտական կորպուսը շատ ավելի աչալուրջ լիներ, շատ ավելի արհեստավարժ լիներ, դրա մասին տեղյակ լիներ առնվազն 6 ամիս առաջ, թե որտեղը քնած ժամանակ ոնց հայրած տեսել ու մտածել, որ ինքը պետք է այդ բանաձևը ներս բերի, ինքը մինչև գրիչը թղթին հանձնելը նրանք պետք է արդեն իմանային, որ որտեղը այդ մտադրությունն ունի։ Ու իրանք այստեղ ոչ թե պետք է գնային ու հիմա գային ասեին, գիտեք, ինչքան դժվար էր, այլ պետք է արդեն պատրաստված գնային ու ասեին, սա մեր համար խաղ ու պար է։ Իսկ դրա մեջ կարող օգնել Ռուսաստանը իր հետախուզությամբ,
Դրա մեջ կարող օգնել մեր հետախուզությունը։ Դա գաղտնիք չէ, ամբողջ աշխարհում կա այդ հետախուզությունը, ինչի մասին է խոսքը։ Մենք հունվարից այն ֆինանսական ասուրից կազմակերպեցինք եւ վերլուծաբաններից մեկը արդեն ահազանգեց այդ բանաձևերի հակահայկական բովանդակության մասին, կոչ արեցին, որպեսզի աշխատեն այդ ուղղությամբ, այսինքն դա 3-4 օր ամեն դեպքում մենք Բայց ինչպես եղավ մենք շարքային մարդիկ, մենք սովորական մահկանացուները, որոնք քաղաքականության մեջ չեն, իրանցից ավելի բազմապատիկ անգամ ավելի քիչ ինֆորմացիա ունեն, բայց մենք կարողանում ենք դա ենթադրել, իրանք հանկարծ չեն կարողանում ենթադրել, ու անպատրաստից գնում են, վերջում գալիս ասում են, գիտեք ինչքան դժվար է, հա դա դժվար է, բայց ինչը հեշտ է պատկերացնում, հա, դիվանագիտությունը այդպես հեշտ է, հա։ Այսօր այդ պատվիրակության մեջ ես նորից եմ կրկնում, չեմ անձնավորում ոչ մեկի, բայց գոնե ԵԽԽՎ պատվիրակության մեջ կամ ընդհանրապես մեր երկիրը արտաքին հարաբերություններում շեշտադրումս կատարում եմ ուշադիր եղեք, ոչ թե պատվիրակություններում են քիչ տնտեսական կամ եղել, արտաքին հարաբերություններում, որը առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունները, այդ հարաբերություններին մեր պատվիրակության անդամները պետք է լինեն կոնկրետ գիտակ մարդիկ, պետք է լինեն Հայաստանի պատմությունը ամբողջ ուղղությունով տեղյակ մարդիկ եւ պետք է լինեն պատրաստված մարդիկ։ Դրանց հետ նախապես այստեղ պետք է աշխատանք տանեն համապատասխան կառույցներ, դրանց հետ իրենք ավելի շուտ պետք է համագործակցեն համապատասխան կառույցների հետ, պարբերաբար ինֆորմացիա թարմացնեն, մտնեն դիվանագիտության պատմության մեջ, փորփրեն, անալիզ անեն, հետո նոր, տեսեք հասարակ բան եմ ասում, իմ պատկերացումն եմ ասում, եթե որտեղի այդ բանաձևի մասին, կամ Մարկովիչի այդ մյուս բանաձևի մասին, իրանք նախապես տեղյակ լինեն, հասարակ ուղղակի իմ լոգիկան ասա, իմ լոգիկան, իմ տրամաբանությունը, եթե Հայաստան դրա մասին տեղյակ լիներ շատ ավելի վաղ, պատկերացնում եք ասեն, այդ պահին, երբ որ նրանք ուզում են այդ հայտարարությունն անեն, Հայաստանը խնդրում է ու դիսկեր է բաժանում բոլոր պատվիրակներին ու նկարահանած է այն այլանդակությունները, որոնք կատարվել են Սումգայիթում, որոնք կատարվել են Բաքվում, ու բնական է դրանց մասին ոչ բոլորն են, չեն դեր նստածները տեղյակ, ոչ բոլորն են այդ կադրերը տեսել, ոնց են ավտոբուս շուռ տալի, ոնց են մարդ մորթում, ոնց են մարդ վառում, մի հատ զապիսը դնեին ու բոլորին բաժանեին ու ասեին խնդրում ենք ձեզ, նախքան այս ամեն ինչին անդրադառնալը, մի հատ դուք այս տեսանյութը նայեք, որը արված պետք է լիներ ոչ թե մեր լրատվամիջոցների կողմից, այլ մեր ազգային անվտանգությունը կարողանալ նյութեր տրամադրել, այնպիսի նյութեր, որոնք արվել են այդ նկարահանումները ոչ թե Ռուսաստանի լրատվամիջոցների կամ հայկական լրատվամիջոցների, այլ կոնկրետ BBC, CNN-ի, ինչ-որ մի այդպիսի լրատվամիջոցներից հավաքագրել ու ասել, տեսեք, սա ոչ մեր նկարածն է, ոչ մեր հարևան Ռուսաստանի, ոչ էլ այն մյուսի, սա արել է այսինչ CNN-ը կամ BBC-ն, ու դուք հիմա տեսեք ինչ է, ով է խոսում, ասենք, հումանիզմի մասին, ով է խոսում մարդասիրության մասին, ասենք Սարսանգի ջրամբարի մասին խոսացող մարդը, միթե կարող այս ամեն ինչը աշխատող է։ Եվ որքանով այդ տարածքները օկուպացված Հայաստանի խնդրում եմ, հասկանեք, սա պրիմիտիվ բան եմ ես ասում, եթե նախապես դա պատրաստված լիներ, պետք է ունենայինք մենք մի շատ լուրջ փիլիսոփա ժամանակին, իհարկե իմ ավագ ընկերոջից եմ սա առաջին անգամ լսել, որ իմանել, բայց առաջին անգամ եւ վերջին անգամ իմ մեջ դա տպավորվել է միանշանակ։ Մեր Հայաստանի դիվանագիտությունը մեկ միշտ պետք է հիշել փիլիսոփայի խոսքերը։ Մինչև մի բան անելը, նախ պետք է իմանաս ինչի պատճառով կարա դա ձախողվի, փորձես վերացնես այդ ձախողումները, ձախողման պոտենցիալ պատճառները։ Հետո նոր անես, մեկ ան միգուցե էլի ձախողվի ինչ-որ մի թեթև խանգարող բաներ լինեն, խոչընդոտներ լինեն, բայց ամենայն դեպս մինչև մի բան անելը նա դու պետք է պատրաստ լինես դրա ձախողումներին ու նախ վերացնես դրանք, հետո նոր դու այդ անելիքդ անես։ Իսկ մեր երկրում ցավոք եւ մեր կառավարության կողմից տարվող քաղաքականությունների մեծ մասը մի բան անում են, ձախողվում են, հետո սկսում են անդրադարձ կատարել, ինչի ձախողվեց։ Եկեք, միգուցե սա է, այդպես չի լինում։ Եվ այդ վերլուծության ժամանակ էլ դառնում են Ղարաբաղից գետինը գայլաձուկը, ամեն մեկը փորձում է իրան վերագրի այդ հաջողությունները։ Դաշնակն ասում է, եթե Սփյուռքում մենք ուժեղ ենք, դա միանշանակ դաշնակցության շնորհքն է, այստեղ մեր երկրի իշխանությունները, եթե հաջողություններ են ունենում, իհարկե ներողություն իշխանություն բառի համար իշխանությունը սահմանադրող ժողովուրդն է, մեր երկրի ղեկավարությունը,
Եթե այստեղ հաջողություններ ալինում ասում դա մեր հաջողությունն է, եթե ձախողումներ ալինում անմիջապես ընդդիմությունը ասում է սա ղեկավարության ձախողումներն է, չի ասում, որ միգուցե այդ ձախողման մեջ մենք էլ մաս ունենք։ Հասկանում եք, չկա միասնականություն, չկա ազգային գաղափարախոսություն եւ չկա ընդհանրապես ճիշտ դիվանագիտական մոտեցում։ Մենք դիվանագիտական ցանկացած հարթությունում այսօր լուրջ ակնկալիքներ չենք կարող ունենալ, կարող է ունենալ համակրանքի արդյունքում ինչ որ հաջողություններ։ Ես չեմ բացառում, որ մենք այդ հաջողությանը որ հասել ենք, մեր падգամավորների լավ ելույթի շնորհիվ ենք հասել, ինչ որ մեկը ինչ որ համակրանքով այդ մարդուն ընդունել է որպես իսկական ազգային մարդ։ Այստեղ հարցը գնում է ոչ թե դրա մասին, այլ հարցը գնում է կոնկրետ նյութի, կոնկրետ ներկայացված հակադարձությունների։ Այսպիսի մի հարց։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես դիվանագետ, այստեղ բավականին հաջող վերլուծություններ արեցիք, դուք ինքներդ ինչով եք նպաստում մեր հայաստանյան դիվանագիտության այդ ձախողումների վերացմանը։ Ինչ որ ասեք կառույցներ կա, որոնց հետ փորձում եք համագործակցել, ձեզ լսում են կամ չեն լսում կամ փորձում եք ձեր փորձը փոխանցել, դուք ինքներդ ինչ կարող եք անել կամ հնարավոր է ինչ որ բան անել։ Հարցիս պատասխանը չեմ ուզում որ դիտարկվի ինչ որ ակնկալիք, ես ակնկալիք չունեմ եւ ընդհանրապես իմ միակ գաղափարը այսօր տեսնել հզոր, պինդ եւ ուժեղ, որտեղ հզոր գաղափարապես ուժեղ բանակով եւ պինդ իր ժողովրդով պետություն, երկիր։ Իսկ ես ինչով կարող եմ մասնակցություն ունենալ, ես ասեմ ձեզ, ցանկացած հարմար առիթի դեպքում, երբ որ ես երբևիցե առնչվում եմ օտար երկրյա մի քաղաքացու հետ, դա կլինի ընդհանրապես պատահական, թե կլինի ուղղակի ինչ-որ հանդիպման ժամանակ, ես փորձում եմ մեր երկիրը պինդ պահել, մեր երկրի մասին ճիշտ տեղեկատվություն տալ։ Հասարակ բան ասեմ ձեզ։ Ուրեմն լրատվամիջոցները առաջին նետիկներն են, որոնք կարող են ինֆորմացիան կայծակերավությամբ սփռել ամբողջ աշխարհում։ Եվ վերջին մեր իրադարձություններն են քաղաքական ծավալ իրադարձություններ, լուրջ իրադարձություններն են լույսի հետ կապված տանկացումների, երբ որ տարբեր երկրներից, Ուկրաինայից եւ չգիտեմ որտեղից եւ այլն եկել էին, դուք չեք պատկերացնի, թե նրանք ինչ պրովոկացիաների էին գնում իրենց նկարահանումներով։ Եվ մարդկանց հրավիրում էին խոսելու հարցազրույցի, իրանք շատ լավ գիտեին ում հրավիրեն, իրանք գայլի նման են, թույլ ոչխարի վրա են հարցակում, թույլ օղակի վրա են հարցակում, եւ իրանք շատ լավ գիտեին ումից կարելի է ինֆորմացիա կորզել, որը որ կլինի հայա վտանգ, մեր երկրին վտանգող, եւ նրանց ում հետ որ փորձում են կոնտակտի մեջ մտնել, տեսնում են, որ արդյունքի չեն հասնում, պարզապես թողում հեռանում են, կամ ընդհանրապես դրա կողքը չեն երևում։ Այսինքն մեր մամուլին կարելի է մեղադրել։ Ես ընդունում եմ, խնդրում ձեզանից իմ ներողամտությունը եմ հարցնում ձեր, ինչու, որովհետև մամուլներ երբեմն իր հրապարակումների մեջ պետք չի, որ երկիրը անընդհատ պախարակի, երկրի կառավարություններին անընդհատ վարկաբեկի։ Կարելի է թերություններ վեր անել, կարելի է քննադատել, բայց ոչ պախարակել եւ ոչ վարկաբեկել։ Մեր մամուլում էլ այսօր կան իրոք հոդվածներ, կան իսկապես մամուլի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի ոչ թե հմուտ ժուրնալիստներ են, լրագրողներ են, այլ ուղղակի լրագրողներ են եւ իրանց պահում են նրա համար, որ իրանք կարող են բամբասող փողոցային այդ կանանց խոսակցությունների նման ինֆորմացիան բերեն մտցնեն թերթի մեջ ու տպագրեն։ Սա իմ կողմից նորից էլի անթույլատրելի է։ Եվ այդ բոլոր հոդվածները եւ այդ բոլոր մամուլի հրապարակումները քաշ պետք է գիտակցեն, որ ամբողջ աշխարհն է դրա մասին կարա տեղեկանա ու կարա հանգիստ կարտա, այսօր աշխարհում գաղտնի ոչինչ չկա։ Բոլորն ամեն ինչ հասանելի է բոլորին։ Իսկ ես ինչպես կարող եմ օգնել մեր դիվանագիտությանը կամ չգիտեմ այս հարցում, ես ընդհանրապես փոքր մարդ եմ, քաղաքացի։
որը իր լուման ցանկացած պահի, ցանկացած առիթով, ցանկացած դեպքում կարա ներդնի եւ կարա ներկայացնի երկիրը այնպես, ինչպես որ կներկայացնել, ասենք նորմալ երկիրը հավոր երկիրը պաշտող մարդ։ Մնացածը արդեն դիվանագիտության մեջ իրենց մասնակցությունը եւ իրենց լուման ներդնողները դրանք մեր արտաքին գերատեսչության աշխատակիցներն են, մեր դեսպաններն են։ Ես չեմ կարողանում հասկանամ մի բան, գիտեք ինչ կա, այսօր ուժեղ մեծ ինտելեկտ ունենալ պետք չի լուրջ դիվանագետ լինելու համար։ Լուրջ դիվանագետ լինելու համար առաջին հերթին պետք է լինի ազգային, պետք է ունենալ իր ազգի մասին, իր ազգի պատմությունը պետք է իմանա եւ ընդհանրապես պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել։ Լուրջ 10 ինստիտուտ ավարտել, 6 լեզու իմանալ, դրանք մարդուն կարող են ուղղակի մարդկային որակներ բարձրացնել, բայց դիվանագետի որակի համար դրանք կներողություն, բայց իմ համար զրո է։ Դիվանագետի որակը իմ համար ձևավորվում է այլ ձևով, այլ գաղափարախոսություն է, սա իմ համար լուրջ գաղափար է։ Դիվանագետը պետք է լինի գաղափարական, պետք է լինի ազգային, պետք է լինի կողմնորոշվող, ճկուն միտք ունեցող եւ ամենակարևորը պետք է իմանա իր ամբողջ ազգի պատմությունը։ Ես չեմ կարող հասկանալ բժշկին դեսպան, ես չեմ կարող հասկանալ, ասենք, ճանապարհաշինարարին դեսպան, թեպետ կարող լինեն շատ ուժեղ դրանք ավելի, քան թե այսօր, ասենք թե արևելագիտության ֆակուլտետը կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտած, Օքսֆորդի համալսարանն ավարտած եւ այլն եւ այլն։ Մարդը կարող է գնացել մի կրթություն հաստատել, բայց ինքը ավելի լուրջ ներդրումներ ունենա իր կազմակերպչական ջիղով, իր ամեն ինչով։ Այնպես որ մենք դիվանագիտության մեջ ունենք լուրջ կադրային խնդիր, եւ այսօր ես ուզում եմ նաեւ, չգիտեմ, եթե ժամանակ կա, խոսքս եզրափակեմ մի շատ կարևոր թեմայով, որը վերաբերում է հենց արտգործնախարարի պորտֆելին, առաջին իսկ օրվանից խոսակցություններ են գնում, որ դաշնակցությունը 3 պորտֆել է ցանկանում, արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ տարածքային կառավարման նախարարությունները։ Առաջին իսկ օրվանից այդ խոսակցությունը գնում է։ Իմ համար ես սրտի ցավ ունենամ, եթե դաշնակցությանը վստահվի արտաքին գործերի նախարարության պորտֆելը։ Իմ համար դաշնակցությունը կուսակցությունը գոյություն ունի մի նպատակի համար՝ ճանաչումը ապահովել հայոց ցեղասպանության։ Այլ պետականաշինության մեջ դաշնակցությունը իմ համար պետք է գոյություն չունենա, որովհետև ինքը արդեն իսկ հնարավորություն է ունեցել պետականաշինության եւ ձախողել այդ գործը։ Այլևս պետք չէ վստահել այդ պորտֆելը իմ կարծիքով դաշնակցությանը, որովհետև այսօր իրանց փառավարումների իրանց հասցեին մենք ենք մեր լոբինգն է, մենք նախագահին եւ արտասահմանում դիմավորում մեր շնորհքն է, որ այդքան լավ են դիմավորում, կամ մեր շնորհքն է, որ այդքան վատ են դիմավորում, պամիդորով կամ ձողով է խփում, չգիտեմ։ Եթե իրանք իրանց այդքան կարող են գովաբանեն, թող իրանք գնան իրանք ցեղասպանության հարցը ինչի համար որ իրանք կամ ինչի համար որ իրանք հայլատով պայքարում են, թող գնան դրա համար պայքարեն, դրանով իրանք աջակցությունը բերեն մեր երկրի։ Բայց երկրի դիվանագիտության ղեկը վստահել դաշնակցությանը ես սա կհամարեմ մեր գործող կառավարության ամենախայտարար քայլ։ Երկիր ծախող առնող չարչի կուսակցությանը, իմ համար չարչի կուսակցությանը պետք չէ վստահել այնպիսի ղեկը, որը արտգործ նախարարություն։ Լավ, շնորհակալություն հայտնենք մեր հյուրին այսօր մեզ հյուրընկալելու համար եւ բավականին բարդ եւ խճճված թեմայի մասին խոսելու։ Կարծում եմ մենք առիթ կունենանք եւս մեկ անգամ հանդիպելու եւ անդոմը ես ուզում եմ հետեւյալը լսել ձեզանից, ես գիտեմ, որ դուք կուսակցություն հասարակական կազմակերպություն եք հիմնադրել եւ հարցս պատահական չէ, որ հարցում եք դուք ինչ եք փորձում այդ հարցերի շուրջ այդ հարցի կապակցությամբ անել։ Գուցե մենք հաջորդ անգամ արդեն ձեր ծրագրերի մասին կլսենք այստեղ։ Շնորհակալություն, երբ որ դուք հարցը տվեցիք, ես դա զուտ իմ անձի հետ կապված ընկալեցի, բայց քանի որ արդեն դուք հարցը տեղափոխեցիք այլ ֆորմատ, ես ասեմ, շնորհակալություն իհարկե, որ դուք դրա մասին հայտարարեցիք։ Այո, ես իմ համախոհների հետ հիմնադրել եմ Առաքյալներ հասարակական կազմակերպությունը, որի անունը որևէ կրոնական միտում չունի։ Առաքյալ նշանակում է առաքված, ես ինձ համարում եմ առաքված այս ազգի բոլոր թերությունների եւ
արատավոր երևույթների դեմ պայքարելու, ես ինձ համարում եմ այս ազգի մի մասնիկը եւ մեր առաքելությունը պետք է համահունչ, ինչպես որ անվանում է, լինի այսօր Հայաստանի Հանրապետությունում պարզապես թղթի վրա գրված եւ չգործող օրենքների կիրառման վերաբերյալ մեր պայքարը պետք է լինի, մեր պայքարը պետք է լինի միջազգային ատյաններում մեր ունեցած ձախողումների հետ կապված մեր առաջարկությունները, ինչ կարող ենք մենք թելադրել, ինչ կարող ենք մենք օգնել, ինչով եւ մեր պատրաստակամությունը մեր ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, եթե մեր երկիրը իհարկե դրա կարիքը կունենա, մենք պատրաստ ենք անմնացող ծառայել մեր պետականաշինության, մեր պետականության զարգացման, մեր ազգային գաղափարախոսության բարձրացմանը։ Մեր հասարակական կազմակերպությունը պատրաստ է իր հոդվածներով, իր ակնարկներով փորձել աջակցել երկրի ղեկավարին, երկրի ղեկավարությանը, արտաքին գերատեսչությանը, ներքին մեր բոլոր գերատեսչություններին իրենց ներսում գոյություն ունեցող արատավոր երևույթները վերացնեն, իրենց մարտավարությունը զբաղեցրած գերատեսչական մարմինների ծրագրերի մեջ փոփոխել, դարձնեն ավելի մարդասիրական եւ ավելի մարդամոտ ժողովրդի սերը վայելող, քան թե պարզապես դրսից եկած գրանտներ ուտող։ Ասեմ նաեւ, որ մեր հասարակական կազմակերպությունը դեմ է ցանկացած արտաքին գրանտների ներմուծում Հայաստանին եւ որևէ գրանտի չի մասնակցելու, որևէ գրանտ չի փորձելու մրցակցության մեջ մտնի որևէ հասարակական կազմակերպության, մենք փորձել ենք մեր ներսի, ներքին ռեսուրսները օգտագործել։ Կլինեն աջակիցներ մեր այսպես ասած օլիգարխներից կամ չգիտեմ մեր սփյուռքահայությունից, որոնք կտեսնեն, որ ներսում կոնկրետ Հայաստանում ձևավորվող ինչ որ ծրագիր կա, որը որ դրսից որևէ մի պետությունից չի թելադրվում կամ որևէ մի կառույցից դրսից չի թելադրվում, եթե կուզենան ցանկություն ունենան աջակցեն, ես պատրաստ եմ խոնարհաբար ծառայել նրանց աջակցություն իրականացնելու համար։ Ասեմ նաև, որ առաջիկայում լուրջ ծրագիր ունենք իրականացնելու այսօր ամենացավոտ թեմային նաև անդրադառնամ, միգուցե սա նաև ձեզ համար լինի հետագայում քննարկման եւ ասուլիսների թեմա, վերջերս Պաշտպանության նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ կամ ավելի շուտ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ կամ մի խոսքով իր արած հայտարարությունը, որ դպրոցներում ինքը դժգոհ է ռազմագիտության դասավանդումից։ Այո, մենք ունենք մի ծրագիր, որը փորձում ենք համագործակցել նախարարության հետ դասավանդման որակը բարձրացնելու ուղղությամբ։ Շնորհակալություն ձեզ մեր ասուլիսի հյուրը լինելու համար եւ հաջորդ անգամ արդեն կոնկրետ ծրագրերի մասին կհանդիպենք, խոսել, կներկայացնենք եւ ինչու ոչ կլինեն եւ դժգոհություններ եւ կլինեն գուցե մարդիկ, որոնք կսատարեն ձեզ այդ հարցում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։